Եկեք սրտանց ասենք փառք մեր Տեր Աստծուն, սիրելի եղբայրներ, քույրեր, թող Տիրոջ անունը փառավորվի եւ թող այսօր Տերը այսօր մատակարարի մեզ կենաց հացը, որպեսզի մենք այսօր մեր հոգիներով զորացած գնանք մեր տներով փառք տանք մեր Տիրոջը։ Մեր հոգևոր շինության համար ես ուզում եմ հարթալ առակած գրքից մի համար, որի վրա մենք պետք է զրուցենք։ Առակաց 15-րդ գլուխ առաջի խոսքը։ Առակաց 15 առաջի։ Մեղ պատասխանը սրտմությունը կիչեցնե, բայց խիստ խոսքը բարկությունը կգրգռե։ Նորից եմ կարդում առակաց 15:1։ Մեղ պատասխանը սրտմությունը կիչեցնե, բայց խիստ խոսքը բարկությունը կգրգռե։ Սիրելի եղբայրներ, քույրեր, մեզ մեր կյանքում շատ է պատահում, որ մենք պետք է պատասխան տանք։ Երբեմն մեզ հետ, ասենք, դժվար են խոսում, երբեմն բարկությունից են խոսում, երբեմն վիրավորում են, երբեմն, ասենք, բարձրությունից են խոսում, եւ մենք պետք է այդ մարդկանց պատասխան տանք։ Այդ առումով ես Սուրբ գրքից երկու տեղ եմ ընտրել, թե ով ինչպես պատասխանեց եւ արդյունքում ինչ եղավ։ Նախ ուրեմն ասեմ, որ դատավորաց գրքի 6-րդ գլխից կարդում ենք, ես պատմություն ամբողջությամբ չեմ ասելու, կարճ պիտի ասեմ, որ դեռ ժամանակը կարճ է։ Դատավորաց գրքից 6-րդ գլխի մեջ մենք կարդում ենք առաջի մինչև 7 համարները։ Դատավորաց եւ հետո 7-րդ գլխից պիտի կարդանք։ Դատավորաց առաջ ուրեմն նորից եմ կրկնում 6-րդ գլուխ 1-ից մինչև 7 համարները։ Եվ Իսրայելի որդիները Տիրոջ արժեվ չարություններին ու Տերը Զանոնք 7 տարի Մադիամացոց ձեռքը մատնեց, եւ Մադիամացոց ձեռքը Իսրայելի վրա ուժով ցավ, ու Իսրայելի որդիները Մադիամացոց պատճառով իրենց համար լեռներու խորոշներ, քարարներու պատնեշներ շինեցին։ Ու երբ իսրայելացիք սերմ կցանային Մադիամացի կանոց վրա կելնեին, եւ ամաղիկացիք ու արևելքի բնակիչներն արկելնեին։ Եվ անոնց դեմ բանակ կազմելով գետնին բերքը կավրեին մինչև Գազա, ու Իսրայելի ապրուց չէին թողեր, ոչ ոչխար, ոչ արշար եւ ոչ էշ։ Քանզի անոնք իրենց հոտերով եւ վրաններով կելնեին եւ մարախի պես բազմության կուգային, թե անոնք եւ թե անոնց ուխտերը չէին համարվել, ու Իսրայելի երկիրը կուգային սանիկա ավրելու համար։ Եվ Իսրայելը Մադիամացոց պատճառով շատ աղքատացավ, ու Իսրայելի որդիները Տիրոջը աղաղակեցին։ Այստեղ մենք տեսնում ենք, որ Աստված թողեց մնան այնքան մադիամացների ձեռքին, որ շատ աղքատացան եւ ստիպված եղան Տիրոջը աղաղակելու համար։ Եվ սիրելիներս, ովքեր էին մադիամացիները։ Մադիամացիները եւ բովաբացիները շատերը շփոթում են իրար հետ։ Մադիամացիները դրանք Աբրահամի երկրորդ կնոջից, Քետուրայի սերունդներից էին։ Ծննդոց 25-րդ գլուխ 1-ից 2 համարները, կարդում Ծննդոց 25-ի 1-2 համարներում այդ մասին կարող են կարդալ։ Հիմա սիրելիներս, իսկ ասենք նրանք ուրեմն Քետուրայից էին ծնվել եւ Իսրայելի հետ կարծես նույն ազգակցական կապ ունեին, քանի որ Աբրահամից էին, էլի։ Եվ Մովսեսը փախավ, հիշում եք, երբ որ մարդ սպանեց բանում, այդ Եգիպտոսում, երբ որ սպանեց մարդ, փախավ մադիամացիների երկիրը։ Եվ այնտեղ իրան ընդունեց, հոթորը այնտեղ ամուսնացավ եւ այլն։ Մադիամացիները նրանք հեթանոց ժողովուրդ էին եւ նրանք պաշտում էին կրապաշտ էին, բաղ փեգովր էին պաշտում, որ բանի աստվածն էր նշանակում։ Նրանք շատ ուխտեր ունեին, այսպես նշեցինք այստեղ, որ գրված է, որ եւ Իսրայել եւ նրանց ուխտերը չէին համարվել, ու Իսրայել երկիրը կուգային սանիկա ավրելու։ Դատավորաց 6:5-ում ուխտերը չէին համարվել։ Այդ ուխտերի պատճառով, որ շատ ուխտեր ունեն, նրանք տեղից տեղ արագ տեղափոխվում էին։ Հիմա այդ մադիամացիները եկան եւ գրավեցին եւ ոչ մի բան չէին թողում ուտելու։ Եվ հիմա դատավորաց 7-րդ գլխում են կարդում։ Եվ Տերը այդ ժամանակ Գեդեոնին հանեց որպես դատավոր Իսմայելացի մադիամացիների ձեռքից ազատելու համար։
Այս պատմությունը կարճ եմ ասում, սիրելիներս, որպեսզի ժամանակը հերիքի։ Ուրեմն Գեդեոնը հայտարարեց եւ ժողովուրդը հավաքվեց պատերազմի համար, որտեղ Տերը իրան ասել էր գնա եւ մադիամասների ձեռքից ազատի։ Եվ հավաքվեց 32,000 հոգի։ Այդ 32,000 հոգին Տերը Գեդեոնին ասավ, դրանք շատ են։ Հիմա եթե գնանք այդքանով հաղթեք, պիտի ասեն, որ մենք ենք հաղթել։ Դրա համար ինչ ասեց, խոսիր այսպես։ Ուրեմն դատավորած 7-րդ գլուխ 3-րդ խոսքից։ Ուստի հիմա քարոզ կարդալ 10, որպեսզի ժողովուրդը լսե, ուսես, ով որ վատասիրտ եւ երկչոտ է, թող ետ դառնա եւ շուտով գաղատ լեռան երթա ու ժողովրդին 22,000 հոգի ետ դարձան։ 32,000 հոգի հավաքվել էին, բայց 22,000-ը հետ դարձան, մնաց 10,000 հոգի։ Տեր ասեց, էդ էլ աշատ։ Պատկերացրեք, մադիամասները ասում անթիվ էին, բայց Տեր ասում էդ էլ աշատ։ Ուրեմն հիմա բեր ջրի մոտ եւ ջրի խմելու ձևից ոհոնք ասենք շան նման լակում են, առանձնացնենք, մյուսները չառանձնացնի, եւ ընդամենը 300 հոգի եղավ, որ Տերը ասեց, ահա սրանցով դի գնաս ու ազատես։ Հիմա 300 հոգով հսկա մի բանակի դեմ։ Պատկերացնում եք ինչ անշանակ։ Բարձր որ Գեդեոնի սրտում թեկուստերի այդ էր, բայց կունենար որոշ վախ։ Հիմա Տերը ինչ ասեց, բանին։ Դատավորած գրքի մեջ 7-րդ գլխից շարունակում ենք 9-րդ համարից։ Եվ նույն գիշերը Տեր անոր սա ոտքի լիրու ասկե բանակը իջիր Գեդեոնին ասում, քանզի զանիկա քու ձեռքդ մատնեցի, եւ եթե դու իջնելու վրա կվախնաս, նախ դու ու քու ծառա Փուրայի հետ բանակ իջիր։ Եվ դի լսես թե անոնք ինչ կխոսին, անկե եթե քու ձեռքերը դուժոնան, որպեսի բանակ իջնես։ Դե ասում եմ մի հատ եթե վախենում ես Կուծարա Փուրայի հետ մի հատ գնա այդ բանակը, տես ինչ են խոսում ընդհանրապես։ Եվ Գեդեոնը Փուրայի հետ գնում այդ բանակը, եւ ինչ են խոսում, երկու հոգի, դե նրանք վրանների մեջ են բարձա, ուրեմն երբ որ գնացին 13 համարում կարդում ենք, եւ Գեդեոն հոն երթալով լսեց, որ մարդ մեր ինքերոջը երազը կպատմեր, ուսեր, ես երազ տեսա, որ ահա գարեղեն հասմը դեպի Մադիամա բանակը գլորվեր, եւ նրան հասնելով զանիկա զարկա, որ ինքավ ու գլխիվար դարձուց եւ նրան ընկավ։ Ուրեմն մեկը մեկի երազ է պատմում մադիամասներից, որ մի հատ մարդ տեսա, որ ասում բանը, ուրեմն մի հաց տեսա, կլոր գարեղեն հաց, գլորվելով եկավ խփեց վրանին, վրանը շրջվեց ու եւ մադիամու բանակը գլորվեր եւ նրանին հասնելով զանիկա զարկա, որ ընկավ ու գլխիվար դարձուց եւ նրան ընկավ։ Եվ էլ մյուսը պատասխանում է, մեկը իր երազն է պատմում, մեկն էլ պատասխանում է։ Մանոր ընկերը պատասխան տվավ սա, ասիկա ուրիշ բան չէ, բայց 14 խոսքն է սա, 7-րդ գլուխ 14 խոսք դատավորած։ Բայց միայն իսրայելացի Հովասի որդու Գեդեոնի սուրը, ասված Մադիամը ու անոր բանակը անոր ձեռքը մատնել։ Շատ հետաքրքիր է, չէ՞։ Թշնամու զորքի ձեր կողքի իրար խոսում են, եւ այդ խոսակցությունը, որ լսում է Գեդեոնը, ավելի սիրտ աղանա։ Եվ հիմա Գեդեոնը պատերազմում հաղթում է 300 հոգով, ու չեմ ասում ոնց հաղթեց ժամանակի պատճառով, 300 հոգով հաղթում է, պատերազմը շահում է եւ ազատում է բանից այդ մադիամասների ձեռքից։ Հիմա հաջորդ գլուխը, 8-րդ գլուխը։ Ուրեմն կարդում ենք հենց սկզբից, ու Եփրեմացի կանորսին, ասին Գեդեոնին ասին, այս մեզի իրաց բանը ինչ պիտի լա, որ Մադիամու դեմ պատերազմելու գացիր, եւ մեզ չկանչեցիր ու անոր հետ սաստիկ վեճերին։ Ուրեմն հիմա ովքեր էին Եփրեմացիք։ Եփրեմացիները դրանք բան Հովսեփի ցեղից էին։ Հովսեփի տղա Հովսեփը ունեցավ երկու տղա, առաջինը Մանասեն եւ երկրորդը Եփրեմ։ Մանասեն նշանակում է մոռացնող, Եփրեմ նշանակում է պտղաբեր։ Հիմա երբ որ պիտի բան առներ, օրհներ Հակոբը Հովսեփի տղաներին, Եփրեմին եւ Մանասեին, Հակոբը թարս օրհնեց։ Ուրեմն ած ձերքը դրեց բանի վրա, Եփրեմի վրա, ձախը Մանասեի, հակառակը։ Հովսեփը համաձայն չէր, բայց ասել այդպես է տղաս։ Եվ Եփրեմացիներին օրհնեց։ Եվ Եփրեմացիները այդ օրհնությունը հետագայում բարի ընդունեցին, եւ ուրեմն նրանք Իսրայելի մեջ դարձան կարևոր ցեղերից, ամենագլխավոր ցեղերից մեկը։ Եվ դրանք միշտ հպարտանում էին, հպարտ էին եւ շատ էին այդ Եփրեմացիները։ Հիմա Գեդեոնը գնացել է պատերազմել է, հաղթանակով եկել է, հիմա այդ Եփրեմացիք ինչ են ասում։ Մյուս ցեղը։ Ընդ որում ասեմ ձեզ Գեդեոնն էլ հակառակը Մանասեի ցեղից էր։ Ուրեմն Մանասեի ցեղից Գեդեոնն էր,
Եվ բանից եղից, Եփրեմից եղից եփրեմացիներն էին։ Հիմա պատերազմում Գեդեոնը հաղթել է եկել է, հիմա այս եփրեմացիք բողոքում են, ասում են, «Էս ինչ ես արել, ինչի մեջ չես կանչել պատերազմի գանք»։ Հիմա դրա խիստ բարկացած էին, ինչ էին բարկացած իրանց հպարտության պատճառով։ Դե ուզում էին հաղթանակի փառք իրանք վայելեին, չէ՞։ Դե իրանք որ կանչեին, կասեն դե եփրեմացիներն են բանարը հաղթել եւ այլն։ Ինչու մեջ չկանցեցիր ուրանոց սաստիկ վեճերին, սաստիկ ասեն Գեդեոնի հետ վիճում էին։ Եվ անիկա անոնց սավ։ Ես հիմա ձեզի տես ինչպես է բաների, Եփրեմի ճրակաղությունը Աբիեզերի այգուկութեն լավագույնը չէ արդյոք։ Ասված Մադիամու իշխանները Օբերը եւ Զեբը ձեր կտվավ։ Ես ձեզի պես ինչ բան կրծա անել, այս խոսքը զատին պես անոնց վրայով անոնց սիրտը հանդարտացավ։ Շատ հետաքրքիր է եղբայրներ քուրեր։ Ուրեմն ինչ պատասխան տվեց Գեդեոնը։ Ասում է, ես ձեր ինչ արեցի, որ դու հիմնական անողը դուք եք։ Չէ՞ որ ասում այ Եփրեմի ճրակաղությունն Աբիեզերի արգեկության դվագունը չէ, ինչ ճրակաղություն, ինչ արգեկութը։ Արգեկութը դա երբ որ սկզբից բերքը հավաքում ես, խաղողի բերքերը հավաքում ես, բայց ճրակաղը Աստված ասել էր, ճրակաղ չանես, ասինքն թողես բաների վրա, այդ ծառայման, որ անցորդները գան, ունեն։ Հիմա ասում է դուք դեռ ճրակաղություն արեցիք, ավելին չէ, որ այդ ու իշխաններին բռնեցիք եւ ուրեմն սպանեցիք։ Եվ այս խոսքի վրա իրանք ինչ արեցին, հանդարտվեցին եւ պատերազմը էլ չարեցին, բրծավ։ Հիմա տեսնենք մի հատ ուրիշ օրինակ։ Արդեն երբ դատավորած 12-րդ գլուխ։ Ուրեմն Գեդեոնի պատասխանը, Գեդեոնի խոհեն պատասխանը, Գեդեոնի սպանը հանդարտ պատասխանը բարկությունը իջացրեց եւ պատերազմ չեղավ։ Դրա համար բանի մեջ ուրեմն այդ ասո խոսքի մեջ, եթե չեմ սխալվում, Առակաց 22-րդ գլխի որ համարներ, լավ չեմ հիշում, որ ասում է, որ խորագետը չարիքը կտեսնի եւ կզգուշանա, հիմա կհիշեմ։ Իսկ միամիտ առաջ կասնի ու վնասը կկրի։ Ես իմ բանում էլ, իմ կյանքում էլ այդպես եղավ, երբ որ երիտասարդ էի, մի հատ խլամ Ժիգուլի ունեի։ Այդ Ժիգուլին ասենք տարա, որ դե այնքան է ջար բաները, բանտաժները բաներ եղել, որ արդեն ծրվել էր սա բանտաժները, տարա որ բանտաժներն մի բանտաժը 1500 դրամով ուղում էին։ Տարա որ այդ բանտաժները ուղեմ։ Եվ միտեղ գնացի, վերցրեցին, բայց հիմա սպասում, իմ հերթը չի ասնում, չեն անում, եւ վերջը շատ երկար սպասի, ես էլ արդեն ջղանացա իմ սրտի մեջ, մեկ էլ այդ տիրոջ ասեցի բան էլի, դե վերջը որ եկավ, արեցին ասի ինչքան դիտամ, 20000 դրամ։ Ես շատ զարմացա, 6000 դրամի տեղը ասեց 20000 դրամ։ Մի անգամից բան եղավ։ Մի անգամից իմ սրտի մեջ կարծես կարատ բան արեց, ասեցի սով է, ես երեխեն, որ եկը ունզի մա խապի, ես միտքս եկա, որ մի հատ լավ ճղանանամ ես երեխու վրա, մեկ էլ ինչ տեսնեմ, բերանից բանի հոտ է գալիս, խմիշկի հոտ է գալիս ուժեղ։ Եվ այդ ժամանակ հիշեցի այդ խոսքը, խորագետը չարիքը կտեսնի ու կզգուշանա, միամիտ առաջ կասնի ու մնասը կկրի։ Այդ խոսքի հիմա վրա ասեցի, բայց հնարավոր է մի քիչ իջացնեք, լավ ասես 18000 դրամ։ Վերջը ստիպված տվեցի, 18000 դրամ տվեցի, ընդամենը 4 հատ բանտաժ պետք է ուղղեր։ Եվ այսպեսով, ասենք, չարիքը վերջացավ։ Հիմա տեսնենք մի հատ ուրիշ օրինակ։ Հիմա այս դեպքում արդեն դատավորած 12-րդ գլուխը գանք։ Դատավորած 12-րդ գլխում հիմա այս ժամանակ ուրեմն նորից ասենք Իսրայելը չարություն էր արել եւ Տերը դատավոր էր հանել Հեփթային եւ Հեփթային 6 տարի դատավորություն արավ եւ Հեփթային ուրեմն Ամոնի որդիների այդ պատերազմը արավ Ամոնի որդիները ուրեմն դրանք ելի նորից Իսրայելի վրա էին հարձակվել եւ այդ ժամանակ բան էին արել Ամոնի որդիները դրանք Իսրայելը ուզում էին հիմնահատակ կործանեին ինչն էր նրանց պատճառը Ամոնի որդիները Ամոնի որդիները նախ ասեմ ամոնացիները դրանք Ղովտի սերունդն էին Ղովտի երկու աղջիկներից էին մեկը բաններ Մովաբը մեկն էր Ամոնը Հիմա նրանք պատերազմում էին Իսրայելի դեմ եկան եւ ինչ էին պատճառ բռնում ասում էին որ դուք Եգիպտոսից դուս եկեք ուրեմն
Եգիպտոսից բիրարդարներից հետո մեր տերիտորիաները գրավել եք։ Մենք ուզում ենք հետ գրավենք։ Դրա համար ամոնացները հարձակվեցին բանի վրա, այդ Իսրայելի վրա։ Հիմա դրա համար սիրելի եղբայրներ քուրեր, այդ ժամանակ ասված Հեփթային հանեց որպես դատավոր ամոնացների ձեռքից ազատելու համար։ Հիմա Հեփթային ուրեմն կռվեց, ազատեց եւ ազատելուց հետո հիմա մենք տեսնում ենք նորից այս Եփրեմի որդիներն եկան։ 12-րդ գլուխ առաջի խոսքից կարդում ենք։ Ու Եփրեմի մարդիկը ժողովեցան եւ դեպի հյուսիսային կողմը անցան ու Հեփթային ասին. Ինչու համար Ամոնի որդիներով պատերազմելու գացած ատենդ մեզ չկանչեցիր, որպեսզի քեզի հետ երթայինք, հիմա մենք հալ տունդ քու վրա կրակով պիտի այրենք։ Քիչ բարկացել էին նորից։ Իրանց հպարտության պատճառով, որ հաղթանակը չեն կիսել իրանք։ Անկամ քուտունը հիմա այրելու են եւ այլն։ Խիստ խոսք ասեցին։ Հիմա տեսեք Հեփթային ինչ պատասխանեց։ Հեփթայի պատասխանը աստեղ ուրիշ էր։ Եվ Հեփթայի անոնսավ. Ես ու իմ ժողովուրդը Ամոնի որդիների հետ մեծ կռիվներ ունեցան եւ ձեզ կանչեցի, բայց դուք զիս առնոց ձեռքեն չազատեցիք։ Ես արիებ տեսա, որ դուք զիս չեք ազատել, հոգիս ձեռքից մեջ դնելով Ամոնի որդիների վրա կացի ու Տերս անոնք իմ ձեռքս մատնեց։ Եվ ինչու համար դուք այսօր ինձ դեմ պատերազմելու եկավ։ Ասում եմ ձեզ կանչեցի, բայց դուք չեկաք։ Ես էլ հոգիս ձեռքից մեջ տնելով, ինչ անշարժ հոգիս ձեռքից մեջ տնելով, այսինքն կյանքս վտանգի ենթարկելով, ինչ արեցի։ Գնացի պատերազմեցի, կռվեցի, հաղթեցի, հիմա դուք ինչ եք ուզում ինձանից։ Եվ երեփերացիները բարկացան խիստ այս պատասխանից Հեփթայի պատասխանը Գեդեոնի նման չէր, ուրիշ պատասխան էր, եւ նրանք սկսեցին կռվել Հեփթայի ժողովրդի հետ։ Եվ ինչ եղավ։ Գրված է որ ուրեմն այդ պատերազմի ժամանակ, երբ որ պատերազմեցին, այդ ժամանակ ասում է 12-րդ գլուխ 6-րդ խոսքի վերջում ասում է. Եվ Հորդանանու անցքերու մեջ կսպանեին, ու այն ատեն Եփրեմի 42000 մարդ ընկավ։ Այդ խոսքի պատճառով, որ Հեփթային ասեց, Եփրեմացիների հպարտության 42000 մարդ զոհվեց, պատկերացնեք։ Ուրեմն բայց նույն ասներ, նույն ժողովուրդներ, ու 42000 մարդ մահացավ։ Այսպեսով ուրեմն Գեդեոնի պատասխանը կանգնեցրեց հետագա ընթացքը այդ բանի պատերազմի այդ երկու Իսրայելի երկու ցեղերի մեջ, իսկ Հեփթայի պատասխանը խիստ պատասխան էր։ Դրա համար ասում եմ, մեր պատասխանը բարկությունը կիչեսնի, բայց խիստ խոսքը սրտմությունը կգրգրի, այսինքն սրտմությունը, այսինքն արագ զայրույթը կգրգրի, եւ նրանք զայրացան եւ պատերազմ արեցին, եւ արդյունքում տեսեք ինչ տեղի ունեցավ։ Նորից եմ ասում, Գեդեոնը Մանասեի ցեղից էր, իսկ Եփրեմացիները Եփրեմի ցեղից էին։ Դա սա գրված է դատավորած 6-րդ գլուխ 14-15 համարներում։ Հետո ասեմ ձեզ, Գեդեոնի պատասխանի շնորհիվ Գեդեոնը իր պատասխանի շնորհիվ ուզում էր ինչ ասեր։ Գեդեոնի միտքը այն չէր, որ ով է հաղթել, ինչով է հաղթել։ Գեդեոնի համար կարևոր չէր հաղթանակը թե ով ատարել, կարևորը ընդհանուր գործի հաջողությունն էր, որ Աստված Իսրայելի ժողովրդին ազատեց։ Դրա համար նա պատրաստ էր, Գեդեոնը պատրաստ էր ցածրանալ, Գեդեոնը պատրաստ էր իր եսը մի կողմ դնել, ներքին կռիվները մի կողմ դնել, եւ այս Գեդեոնի այս խոսքերից հետո նրանց սիրտը հանդարտվեց։ Դրա համար ասում եմ, մեր պատասխանը զայրույթը կիչեցնե։ Այս օրինակը մեզ ցույց է տալիս, սիրելիներս, ինչպես կարելի է խոնարհությամբ եւ գովասանքով հաղթանակ տանել։ Կոնֆլիկտը ոչ թե գրգռվի կոնֆլիկտը, այլ կոնֆլիկտը այդ կացի դաթարի։ Դիմացինը կարող դիմացին իհարկե անարդար էր, Եփրեմացիներն անարդար էին եւ նրանք իրաց փառքի համար էին անում, բայց Գեդեոնը հասկանալով այդ ամենը իմաստուն պատասխան տվեց, խորագետ պատասխան տվեց եւ կանգնեց ամեն ինչ։ Իսկ Հեփթային ճիշտ հակառակը արավ։ Բայց Աստված պատժեց Եփրեմացիները իրանց այդ հպարտության, իրանց բանի համար։ Դրա համար սիրելիներս, Գեդեոնը հաղթեց մադիամացիներին, նա չպարտեցավ, չասեց, որ ես եմ հաղթել եւ ամբողջ հաղթանակը իմս պետք է լինի։ Նա ասաց, ես եմ հաղթել, այլ ինչ արեց, բարձրացրեց Եփրեմացիներին։ Առաջի Կորինթացիս 4:7-ում ասում է, որ ինչ ունես, որ չես ստացել։
Ինչ որ մենք ունենք, սիրելիներս, ինչ որ ունենք, մենք պետք է հասկանանք, որ դա Աստծուց է, Աստված է մեզ տվել։ Աստված է մեզ տվել կարողություն, Աստված է մեզ տվել տուն, ընտանիք, այդ բոլորը Տիրոջն է, աշխարհ իր լույսությունը Տիրոջն է։ Թող Աստված օգնի սիրելիներս, որ մենք դաս քաղենք Գեդեոնի պատասխանից եւ դաս քաղենք Հեփթայի պատասխանից։ Իհարկե Հեփթայի պատմությունը մի քիչ տխուր վաղճան ունեցավ, բայց ժամանակը չկա, հետո եթե հարկ լինի, այս մասին խոսենք։ Աստված օրհնի եղբայրներ քուրեր, սա մեզ համար օրինակ է, թե մեզ հետ երբ որ գեշ են վերաբերվում, մեզ հետ հպարտությամբ են խոսում, մեզ հետ նախանձով են խոսում, մեզ հետ վերևից են խոսում, ինչպեսի պատասխան տանք։ Այդ դրա համար ձեր ներսում աղոթք կարեք եւ աղոթքից հետո Աստված ասում երբ որ կանչեն ձեզ թագավորների, չգիտեմ, իշխանների մոտ, մի մտածեք, թե ինչ պիտի ասեք։ Սուրբ Հոգին ձեր փոխարեն ինքը պատասխան կտա։ Երբ որ աղոթք կանեք, այդ պատասխանը կլի եւ բարկությունը կիշնի, սրտմությունը կիշնի եւ պատերազմի փոխարեն կլինի խաղաղություն։ Ամեն։ Կանգնենք աղոթքի։ Ուրեմն մի հատ երգենք ավելի շուտ Արման ջան երգի ընթացքում ժողովուրդ ջան ովքեր ասենք իրանց սրտի մեջ այդպես զգում են որ ասենք նեղություններ կա իրաց մեջ ինչ-որ խիստ են խոսել դժվարություն են խոսել կամ ինչ-որ որևէ խնդրեմ ունեն թող առաջ կան մենք իրանց համար աղոթենք որ Սուրբ Գիրքը մեզ իմաստություն է սովորեցնում Սուրբ Գիրքը մեզ խորագիտություն է սովորեցնում որ առաջ կան մենք իրանց համար աղոթք կանենք ովքեր հոգսեր ունեն Երկի ընթացքում թող առաջ կան